1999 թվականի մայիսի 30-ին ընտրատեղամասերում մարդկանց բազմություն է, բայց ազգային ժողովի ընտրության գնացածների մոտ 20%-ը չի կարողանում մասնակցել քվեարկությանը։ Ցուցակներում նրանց անունները չկան։ Իշխանությունն ընտրողներին բերում էր միկրոավտոբուսներով, խորհրդարան է մտնում քրեական տարը։ Գողականների ազգային ժողով է լինում։ Խորհրդարանի այսպիսի պատկերը նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանխատեսել էր ընտրություններից ամիսներ առաջ, փետրվարի 5-ին։ Բավականաչափ ժամանակ է մնում նաև, այսպես ասենք, կրիմինալ եւ կառույցների եւ ընդհանրապես այն անձերի համար, որոնք հնարավորություն ունեն նյութական եւ մտնել տարբեր կուսակցություններ եւ տարբեր այլ ճանապարհներով կազմակերպվել ավելի լավ եւ հայտնվել նոր խորհրդարան։ Քվեարկության ընթացքի վերաբերյալ դժգոհությունները քիչ չէին, բայց ոչ ոք չէր ասի, թե ժողովուրդը ոգևորված չի քվեարկում։ Ոգևորության մեղավորը Կարեն Դեմիրճյանն էր։ Քվեաթերթիկների մեծ մասն անվավեր էին ճանաչվում զուտ Կարեն Դեմիրճյանի հանդեպ ընտրողների սիրո պատճառով։ Նրանք քվեաթերթիկների վրա Դեմիրճյանի անվան կողքին գրում էին, օրինակ ցավը տանեմ։ Քարոզարշավի ընթացքում Դեմիրճյանը որևէ մեկի հասցեին ոչ մի վատ բան չի ասում։ Ես ոչ մեկի հասցեին չեմ սիրում վատ բան ասել, որովհետև դա ինձ շատ իջեցնում է։ Որպես հայ, որպես մարդ պետք է իրար լավ լինենք, թե չէ ժողովուրդը ընդամենի ժամի բուռ է։ Ընտրությունների մասին ԵԱՀԿ դիտորդների խմբի գնահատականը 1995-ի ընտրությունների նման կատեգորիկ չէր։ Համաձայն էին, ամեն ինչ չէ, որ համապատասխանում էր միջազգային չափանիշներին, բայց նախորդ ընտրությունների համեմատ մեկ քայլ առաջ էին։ ԿԸՀ-ն հայտարարում է, որ ընտրություններին մասնակցել է 1,014,000 ընտրող։ Խորհրդարան են մտնում Միասնություն դաշինքը, Կոմկուսը, Դաշնակցությունը, Արտաշես Գեղամյանի Իրավունք և միաբանությունը, Օրինաց երկիրը և Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն։ Ընդամենը 2 տարի առաջ իշխանությունը կորցրած ՀՀՇ-ն հավաքում է 1%-ից մի քիչ շատ ձայն։ ՀՀՇ-ից միակ պատգամավոր դարձած Վանո Սիրադեղյանը գիտի, թե ինչու։ ՀՀՇ-ի անունը լսելիս մարդիկ ցնցվում են։ Խորհրդարանում մեծամասնություն է դառնում Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի գլխավորած Միասնություն դաշինքը, որն էլ ձևավորում է կառավարություն։ Այս ընտրություններում հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Ընտրողների մի հսկայական հատված գնում էր ընտրատեղամաս, պարզում, որ ինքը գոյություն չունի, հետո գնում էր դատարան ապացուցելու, որ գոյություն ունի։ Նախագահ Քոչարյանը սպասում էր նման մի բանի։ Մենք չենք զրկել մեր ժողովրդին, մեր բնակչությանը քվեարկության իրավունքից։ Ուղղակի այդ իրավունքը ստանալը տեղափոխվել է հանձնաժողովից դատարան։ Այս խորհրդարանը իր գործով կազմով աշխատում է մինչև 1999-ի հոկտեմբերի 27-ը։ Այդ օրը խորհրդարանը ներխուժում Նաիրի Հունանյանի 5 հոգանոց զինված բանդան և տեղում գնդակահարում 9 հոգու։ Կարեն Դեմիրճյանի վերջին բառերն էին՝ «Տղա ջան, էսպես հարցեր չեն լուծում»։